Հարգելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, վերադառնում եմ Վաղարշապատից, որտեղ քիչ առաջ ավարտվեցին Վաղարշապատի համայնքապետի ավագանու ընտրությունները և ուզում եմ արձանագրել մի քանի բան։ Նախ, որ ժողովրդավարությունը հերթական անգամ հաղթանակ է տանում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ասել ենք, մեկ քվեջ պետք է կեղծվի Հայաստանի Հանրապետությունում սկսած 18 թվականից և հենց այդպես էլ տեղի ունենում։ Երկրորդը, քաղաքացիական պայմանագիրը շատ վստահ հաղթանակ է տանում և սա կարևոր է նաև մեր հանրության համար, որովհետև նրանք շատ հաճախ ասում են անցյալի ուժերը փորձելու են վերադառնալ, փորձելու են հաղթանակներ տանել, անցյալի ուժերը, բոլորը անխտիր միավորված էին այսօր Վաղարշապատում։ Նրանց համար կարևոր էր 26 թվականի ընտրություններից առաջ Վարդանի կոոպերացիան իրականացնել նաև Վաղարշապատում, բայց վերջին ամիսների իրադարձությունները, Հայաստանի ամրապնդվող պետականությունը, քաղաքացիական պայմանագրի կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը իր արդյունքներն է տալիս և քաղաքացիական պայմանագիրը և նրա թեկնածուարգիչտի Մեխակյանը հաղթում է ուրեմն Վաղարշապատում։ Իսկ ովքեր են ջախջախվել Վաղարշապատում։ Վաղարշապատում ջախջախվել է Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին Լևոնը, ջախջախվել է Սերժ Սարգսյանը, ջախջախվել է Վանեցյանը, ջախջախվել է Սամվել Կարապետյանը իր բոլոր ձևիստներով, բոլորը այստեղ ջախջախվել են, Թաթոյանը, այս անունները բոլորը պետք է հիշեն և իմանան, որ իրենց 26 թվականից առաջ քաղաքական, այսպես ասած, կենսագրության ավարտը այստեղ է լինելու և այստեղից է սկսում և մեր ժողովուրդը 26 թվականին էլ ավելի վստահ հաղթանակ է տանելու և ժողովրդավարությունը հերթական հաղթանակն է տանելու հանուն մեր պետականության, հանուն խաղաղության, որի ուղղությամբ մենք աշխատանք ենք տանում։ Եվ այստեղ իհարկե այս խմբակին պետք է գումարել նաև բազմաթիվ ծախու լրատվամիջոցներին, որոնք տեռորի են ենթարկում մեր հանրությանը, բայց նրանց ուրեմն վերջը նաև այստեղ է գալու, որովհետև և 26 թվականով ենք մենք այդ ամեն ինչը փակելու։ Իհարկե շատերը մեզանից պահանջում են, որպեսզի մենք շատ կտրուկ և խիստ միջոցներ ձեռնարկենք, բայց ժողովրդավարությունը այդպիսին չի լինում։ Մենք բոլորս այս հետ ցնցումներով ժողովրդավարական հեղափոխության պետք է անցնենք, պատմությունը ցույց է տալիս, որ դրա համար քիչ ժամանակ պետք չէ և մենք պետք է համբերատար լինենք, համբերատար գնանք մեր հաղթանակների ուղղությամբ, որպեսզի մեր պետականությունը և ինքնիշխանությունը լինի հարատև, որպեսզի խաղաղության նկատմամբ խնամք լինի։ Այս ում թվարկեցի, բոլորը անխտիր, որևէ խնամք չեն տանել այդ խաղաղության համար և մեր հանրության հանգստության համար և մեր պետականության ամրապնդման համար։ Ուստի բոլորիդ շնորհավորում եմ, ժողովրդավարությունը նորից հաղթանակ է տոնում Հայաստանի Հանրապետությունում և մենք արդեն սկսում ենք պատրաստվել 26 թվականի ընտրություններին բոլորով, որովհետև յուրաքանչյուրի քվեն է ամրապնդում ինքնիշխանությունը և պետականությունը և այսօր Վաղարշապատցին, Վաղարշապատ խոշորացված համայնքը և նրա բնակիչները, այստեղ գրանցված մեր համերկրացիները այդ հաղթանակի ուղղությամբ շատ կարևոր քայլ արեցին։ Երբ որ մենք ասում ենք, որ իրենց մեկ քվեից շատ բան է կախված, դա հենց այդպես է և առաջիկայում արդեն ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի, կարձանագրի քաղաքացիական պայմանագրի և Արգիշտի Մեխակյանի վերջնական հաղթանակը և արդեն կսկսենք նախապատրաստվել արդեն ամբողջ ուժով 26 թվականի ընտրություններին, որը էլի եմ ուզում կրկնել, հանուն մեր պետականությանը, հանուն մեր ինքնիշխանությանը և հանուն ուրեմն խաղաղությանը, որը պետք է ամրապնդենք։ Հարգելի բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս և բարի գիշեր,
լավ օր եմ ձեզ, լավ աշխատանքային շաբաթ եմ վաղվանից ձեզ մաղթում, հաջողություն։